Նրան տապանում հյուրընկալել եմ Խաղաղության երկխոսություն հասարակական կազմակերպության ղեկավար իրավապաշտպան Էդգար Խաչատրյանին։ Պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Բաքվում շինծու այդ դատավարությունը մոտենում է ավարտին, ինչպես արդեն գիտեք, դատախազը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, նախկին ղեկավարների եւ մյուս գերիների համար պահանջել է 16 տարուց մինչև ցմահ ազատազրկում։ Սա այն դեպքում, պարոն Խաչատրյան, երբ կողմերը հայտարարում են հաստատված խաղաղության մասին, նաև համապատասխան պայմանագիրը նախաստորագրված է, ինչ կարող եք ասել, արդյոք այս դատավարության շինծու լինելու հանգամանքը միայն Հայաստանն է արձանագրելու եւ մեր գերիները պատժվելու են ըստ Բաքվի դատարանի պատկերացումների։ Դե իրականում հարցը ունի թե քաղաքական ասպեկտ եւ իրավական ասպեկտ։ Իրավական ասպեկտի երկու ասպեկտի մասին էլ հաճախ խոսվում է մեր հասարակությունում, բայց կարծում եմ ավելորդ չի լինի, եթե եւս մեկ անգամ անդառնանք թե մեկ թե երկրորդ ուրեմն շերտին։ Իրավական տեսանկյունից բոլորիս համար ակնհայտ է, որ միջազգային ուրեմն իրավունքի եւ օրենսդրության պահանջներից ելնելով այդ մարդիկ չունեն ուրեմն էֆեկտիվ պաշտպանության մեխանիզմ, չունեն ուրեմն անաչառ փաստաբան ներգրաված եւ այլն, եւ այդ տեսանկյունից անգամ եթե մենք Եվրոպայի խորհրդի չափանիշներով այդ դատական գործընթացները իրոք իրականացվում են մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով եւ սրա մասին հաճախ խոսում ենք։ Քաղաքական կոմպոնենտը ակնհայտ է, կարծում եմ, որ այստեղ էլի շատ տարեր կան, սկսած նրանից, որ Սալիևների ընտանիքի անձնական վրեժխնդրությունն է, Արցախի ուրեմն քաղաքական իշխանությունների նկատմամբ, այդտեղ կա նաև այդ քաղաքական, եթե ճիշտն ասենք, այդ հիբրիդային սպառնալիք, որ ասում ենք, այդ տարրն էլ կա, այսինքն ազդեցություն են գործում նաև Հայաստանի որոշումների վրա, ձևավորում են նաև ընկալում ամբողջ աշխարհի մոտ, որ դա եղել է Ադրբեջանի ինքնորոշման, Ադրբեջանի ինքնիշխանության դեմ ուղղված գործողություններ, նաև Հայաստանի կողմից ուղղորդված, եւ շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ անգամ այդ դատական գործընթացներում նման բան նաև այդ մարդկանց բյանի չանչում, որ եղել է Հայաստանից, ինչը ես վտանգավոր եմ համարում, անկեղծ եթե ասեմ։ Բայց սա չի, հիմա ես իմ նպատակը նա չի, որ քննադատենք այն մարդկանց, ովքեր որ առանց այդ էլ բավականին ծանր ճակատագրի են արժանացել։ Կարծում եմ ամենօրյա ռեժիմով իհարկե դե աշխատանք չի տարվում այդ մարդկանց օշուտ վերադարձնելու հարցում, բայց ցանկացած հնարավորություն միջազգային գործընկերների հետ ես կարծում եմ իշխանություններն օգտագործում են։ Ես չունեմ իհարկե բաց տեղեկատվություն, չեմ տիրապետում օբյեկտիվ տեղեկատվության սրա վերաբերյալ, բայց որքանով տեղյակ եմ, աշխատանք տարվում է նաև միջազգային գործընկերների հետ եւ կարծում եմ այդ աշխատանքը ուշ թե շուտ էֆեկտիվ բերելու է։ Այսինքն քաղաքական որոշման դեպքում այս պատիժները, պատժաչափերը դրվելու են մի կողմ եւ մարդկանց ուղարկելու են Հայաստան։ Օրինակ համաներման մոտեցմամբ կարծում եմ այո։ Սա իհարկե շատ կախված կլինի, թե ինչ զարգացումներ կստանա այսպես կոչված խաղաղության օրակարգը, թե ինչպիսի զարգացումներ կլինեն հայ-ադրբեջանական ուրեմն խաղաղության գործընթացում, ինչ աշխարհաքաղաքական զարգացումներ տեղի կունենան, այսինքն գործոնները շատ են, բայց կարծում եմ այդ ուղղությամբ աշխատանք տարվում է։ Հիմա այլ հարց է, թե որքանով այդ աշխատանքը էֆեկտիվ կամ որքանով է իրականում բերելու օշուտ, ինչպես արդեն ասացի, այս մարդկանց վերադարձին, կդժվարանամ պատասխանել։ Պարոն Խաչատրյան, Ալիևի հնարած պատմական կեղծիքները կամ գիտնականներին արդեն իսկ իջեցված այդ հրահանգները, սրանք երկարաժամկետ հեռանկարում վտանգներ պարունակում են մեզ համար եւ եթե այո, ապա ինչպես փակել նրանց մեծախոս բերանները։ Բարդ հարց է, սա էլ ես դիտարկում եմ այդ հիբրիդային սպառնալիքների, տեսեք, անդադ երևի իմ ամենատարածված խոսույթն է դարել, այդ հիբրիդային սպառնալիք, անդադ դրա մասին խոսում ենք, բայց սա այդ մեխանիզմներից մեկն է, որ ուղղակի ռազմական գործողություններով չես քո այսպես կոչված թշնամուն փորձում վնաս հասցնել, այլ նաև տեղեկատվական ազդեցությամբ,
չգիտեմ, կեղծ տեղեկատվություններով, մանիպուլյացիաներով, սա Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող այդ հիբրիդային պատերազմի ուղղություններից մեկն է, եւ կարծում եմ բավականին էֆեկտիվ են այդ ուղղությամբ, բավականին լուրջ փողեր են ծախսվում այդ աշխատանքի վրա, հա, սկսած Վատիկանի գրադարանի ֆինանսավորումից ավարտած, չգիտեմ, տարբեր միջազգային կառույցների հետ աշխատելով, ինչ որ կեղծ նարատիվներ են ձևավորում Ադրբեջանի պատմական անցյալի վերաբերյալ։ Հիմա իրականում տարբեր ռազմավարություններ կան դրան դիմագրավելու համար։ Տարբեր են այդ ռազմավարությունները։ Մի ռազմավարությունը, երբ որ դու զուգահեռաբար սկսում ես ջանքեր գործադրել, որպեսզի քո հայկական պատմությունը ավելի լսելի, ավելի ճանաչելի դարձնես միջազգային հանրության համար, այսինքն ըստ էության այդ ուղղությամբ դու իրական գործողություններ իրականացնում ես, ես չեմ տեսնում համենայն դեպս, որ Հայաստանի Հանրապետությունը նման ուրեմն գործընթաց նախաձեռնի, որովհետև ես անգամ հաճախ եմ լինում տարբեր երկրներում, տեսնում եմ այնտեղ, չգիտեմ, մետրոյով գնում ես, մեկ է տեսնում ես միտեղ ցուցանակը ադրբեջանական պատմական ընդհանրենք բանի ցուցադրություն, ինչ որ մի հատ բանում պետությունում, հա, այսինքն անընդհատ իրանք փորձում են այդ միջազգային հանրությանը ներկայացնել ինչ որ պատմական արժեքներ, պատմական բաներ, հնություններ, հա, որը կերպարաձևավորում Ադրբեջանի վերաբերյալ, որպես հին պետություն, հին պետությունը տարածաշրջանի եւ այլն։ Հիմա ինչպես արդեն ասացի, մի ուղղությունը, երբ որ դու ես սկսում նման աշխատանք տանել, այստեղ նաեւ արժեքային բան է, դու ուզում ես դա մի տարբերակը, երբ որ դու տանում ես ոչ կոնկուրենտային միջավայրում, այսինքն ոչ թե դու հակադրվում ես Ադրբեջանին, այլ դու քո գիծն ես տանում, քո պատմամշակութային բաների ներկայացնում, արժեքներն ես ներկայացնում, քո արվեստն ես ներկայացնում, քո, չգիտեմ, պարը, երգը եւ այլն։ Ու զուգահեռաբար գնում ես, այսինքն դու հնարավորություն ես տալիս նաև միջազգային հանրությանը, այլ պետության կամ չգիտեմ, անգամ քո սեփական քաղաքացուն տեսնել եւ ճանաչել սեփական պետության արժեքը, սեփական ազգային արժեքներ եւ այլն։ Մյուս տարբերակը, երբ որ դու փորձում ես հակադրվել դրան, այսինքն դու ամեն անգամ գործողություններ ես, այսինքն դու արձագանքում ես, այսինքն սրա համար շատ կարևոր է, որպեսզի դու ունենաս այդ ռազմավարական հաղորդակցության ուրեմն մոտեցումը, երբ որ ցանկացած կեղծ տեղեկատվություն, որ գալիս է, դու շատ կոնկրետ հայտարարություններով նաև փորձում ես հերքել կետ առ կետ, որ տենց բան չի եղել եւ այլն։ Հետո գիտեք, այստեղ շատ կարևոր է նաև, որպեսզի մենք որպես պետություն մեր անցյալը մի հատ նորից վերագնահատենք։ Շատերը օրինակ քննադատորեն են մոտենում ու անվանում են սա ռևիզիոնիստական մոտեցում, բայց շատ կարևոր է, որպեսզի դու քո պատմական անցյալի վրայով մի հատ էլ անցնես ու հասկանաս, թե ինչ է իրականում քո հետ տեղի ունեցել։ Շատ դեպքերում դուք Փաշինյանի ասած ես էս ասեմ, օրինակ Փաշինյանի ասած այդ մոտեցումը նոր Հայաստանի այսպես կոչված նարատիվը, սրա մեջ տրամաբանություն ես անկեղծ տեսնում եմ։ Անկեղծ լուրջ տրամաբանություն տեսնում եմ։ Այստեղ հարցը թե ինչ ձևակերպում է ստանում Փաշինյանի կողմից, այս միտքը, որովհետև եթե օրինակ ինձ ասեն, որ անհրաժեշտություն կա ձևավորել ինքնության մի տեսակ, որը ուղղված է դեպի ապագան, ես շատ լավ կհասկանայի, այսինքն ես օրինակ միշտ ինքս էլ եմ քննադատորեն մոտեցել այն գաղափարին, որ մենք որպես պետություն, որպես ազգ, անդադ հետ ենք նայել։ Մենք մեր տրավմաների մեջ տապակվում ենք ու ինչ որտեղ տպավորություն է, որ մենք սիրում ենք մեր տրավմաները, հա, ընդհատ եթե բան ենք հետ ենք նայում, մենք պետություն ենք, որը ապրել է ցեղասպանություն, հա, ցեղասպանություն, որը եղել է ծովից ծով, Տիգրան Մեծ եւ այլն, սովետական միություն, այսինքն ինչ որ փուլեր է, որը մեր պատմական հիշողության մեջ դրված է, եւ դրանից են կողմ մենք պատրաստ չենք տեսնել ու ցանկացած շեղում դրանից կամ փորձ շեղվելու դրանից մեզանում մեր հասարակության մեջ դիմադրության արժանանում։
Որովհետև այս դեպքում ընդհանրենք մարդիկ ասում են ոնց, բա չենք խոսում, որ մենք ցեղասպանվել ենք, բա ուր կորավ արդարությունը, ոնց, բա չենք խոսում, որ մենք ծովից ծով ենք եղել եւ այլն, հա։ Այս շատ կարեւոր է, որ մենք մեր պետությունը կամ մեր ազգը ունենա նաեւ ապագային կարում, թե մենք պետություն ենք, որ ինչ ենք ուզում անենք, ուր ենք գնում, ուր ենք շարժվում։ Շատ լավ, քանի տարվա պատմություն ունի իրական Հայաստանը ըստ իշխանությունների։ Դա կապ չունի, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, ես կիսատ մնացի միտքը։ Տեսեք, հարցը նրանում է, որ եթե դու այդ գաղափարը մատուցում ես այն կերպ, որ ցավեցնում ես քո ընդհանրենք հասարակության կամ տրավմաները, այդ պարագայում ակնհայտ է, որ հասարակությունը շատ ծանր է տանում դա։ Այսինքն, եթե դու հայտարարություն անելու փոխարեն, որ մենք դեպի ապագան ենք նայում, սկսում ես կասկածի տակ դնել այսպես կոչված քո անցյալը, այդ պարագայում հասարակությունը շատ ծանր անա, որովհետև այդ տրավմաներից ինքը չի ձերբազատվել։ Այսինքն շատ ցավոտ է հասարակության համար, երբ որ դու փորձում ես ասել, որ գիտես, հերիք է կենտրոնանաս քո անցյալի վրա, կենտրոնացի քո ապագայի վրա, որովհետև ապագայի վրա կենտրոնանալը շատ ավելի բարդ է։ Եթե անգամ տեսականում, գիտեք, սրա վերաբերյալ բազմաթիվ վերլուծություններ էլ կան։ Գիտական լուրջ աշխատություններ կան, թե այդ ինքնությունը մեր բանի, որը ուղղված է դեպի անցյալ, ոնց է նաև մեզ դարձնում հաշտ եւ համերաշխ մեր տրավմաների հետ, մեր ցավերի հետ, հա, որովհետեւ այդ պարագայում ինչ որտեղ դու քեզ պարտավորությունից զրկում ես, ասում ես, որ ես պարտականություն չունեմ ապագայի կերտելու վերաբերյալ, որովհետեւ աշխարհն անարդար է, բոլորը անտեսում են մեր ցավերը, բոլորն անտեսում են, որ ամբողջ աշխարհը մեր նկատմամբ անարդար ա եղել եւ հետեւաբար ես այլ անելիք չունեմ, որովհետեւ ինչ էլ անեմ, աշխարհը անարդար ա լինելու։ Եվ սա քեզնից ոնց որ պատասխանատվությունը գցելու մեխանիզմ ա դարել։ Շատ հասարակություններ անցել են դրա միջով, հա, այնտեղ պատկերացնում եք, չէ, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան ոնց է այդ ցավը իր վրայից հանել, ընդհանրենք մեծ տրավմա էր, չէ, որ այդ մի ամբողջ ազգ, մի ամբողջ պետություն հասկանում էր, որ ինքը պատասխանատու է եղել այդ ֆաշիզմի համար համաշխարհային։ Ինքն է պատասխանատու եղել, եւ դա այդ մեղավորության, մեղքի զգացումներ ամբողջ աշխարհի եւ ինչ որ էտապների միջով անցավ, մինչև հիմա այդ ցավը, այդ տրավման կա գերմանական հասարակությունում։ Եվ կարծում եմ, որ այդ գերմանական հասարակությունում աչական, ծայրահեղ աչական գաղափարախոսության ծագումը, այդ ձևավորումը եղավ հենց այնտեղից, որ մարդիկ արդեն հոգնել էին այդ ցավից։ Այսինքն ասեցին, լավ հերիք է, էլի ամբողջ աշխարհի հանդեպ մեղավորը զգանք, ուրեմն մենք պետք է թելադրենք աշխարհին, թե ոնց ենք շարժվում։ Ցավից ձերբազատվել այլ հարց է, պարոն Խաչատրյան, բայց թույլ տալ, որ քո պատմությունը յուրացնեն, դա լրիվ այլ հարց է։ Ինչ է նշանակում թույլ տալ, ինչ պետք է անել, դե էլի գալիս ենք այդտեղ, մոտեցումները մի քանիսն են, մի տարբերակը, երբ որ դու զուգահեռաբար ցույց ես տալի աշխարհին քո իրական պատմությունը, բայց մեր իշխանությունները հիմա ոչ ճանապարհով են գնում, ոչ մի, դա նշանակում է նրանց պատկերացրած իրական Հայաստանը քանի տարվա, 2 տարվա կյանք ունեցող Հայաստանը։ Չէի կապի, ես կապը չեմ տեսնում ուղղակի այդ նոր Հայաստանի կամ իրական Հայաստանի եւ այդ ձեր ասածի միջև։ Չկա, այսինքն դրանից չի բխում, որ այդ նոր Հայաստան գաղափարը ընդհանրենք 2 տարվա պատմություն ունի։ Դրանից չի բխում։ Ես ամենայն դեպս այդ կապը չեմ տեսնում, եթե դուք փորձեք տանեք այդ կապը, որ ինձ համար տեսանելի դառնա, միգուցե ես կիսվեմ իմ մտքերով, բայց որտեղ եք դուք տեսնում կապը այդ երկու գաղափարների միջև։ Ես չեմ տեսնում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115
310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա? Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա? 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Շատ լավ, հիմա պարոն Խաչատրյան, մեր խնդիրներին, ներքաղաքական խնդիրներին գալով 3 հետսի ժամանակավոր կառավարիչը, չլինելով վարույթի մասնակցում էր ներկայ էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին։ Սա խնդիր էր, բանավեճի առիթ դարձավ լրագրողների հետ, մի բան էլ հորդորում էր լրագրողներին չխոչընդոտել իրենց աշխատանքներին։ Մենք տեսանք, որ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա եթերից վիրավորանքներ հնչեցրած 2 հաղորդավարներին բերման ենթարկեցին այնպես, գնահատական կա, կարծես ծանր հանցագործներ էին նրանք։ Հիմա արդյոք գործող իշխանությունը չի չարաշահում լիազորությունները, կամ իրավական մենք ինչպիսի պետությունում ենք ապրում։ Իմ ընկալմամբ չարաշահում է, իմ ընկալմամբ ԱԱԾ-ի ներգրավմամբ շատ այլ մարդիկ կան, որոնց պետք է այդ նույն ձևով բերման ենթարկեն, վարույթներ սկսեն եւ հաստատ այդ 2 ուրեմն բլոգերը չեն, որոնք, չգիտեմ, ինչ կարծիքներ են արտահայտել, չնայած բացարձակ չեմ կիսում իրենց ընկալումները եւ չեմ հետեւում իրենց ուրեմն հաղորդումներին, բայց խոսքը նրա մասին է, որ դու պետք է տարանջատես, էլի, ընդհանրենք լուրջ հանցագործությունը, հա, պետության նկատմամբ սպառնալիքները, այդ ընդհանրենք գիշեր-ցերեկ խոսալ ռուսականության մասին, Ռուսաստանի մաս լինելու մասին կամ գիշեր-ցերեկ պետությունը թալանած մարդուն կարողա ոչ մի բան չանեն, հա, 2 հատ բլոգերի, որոնք, չգիտեմ, միգուցե ինձ համար անընդունելի մտքեր են փոխանցում հասարակությանը։ Այո, անընդունելի բառապաշարը։ Այս մեխանիզմը ինձ համար անընդունելի է, այսինքն դու պետքա, որ ասում է, բանի իրավական պետության հիմքում ընկածա, որ պատիժը պետքա համարժեք լինի արարած հանցագործության, այս շատ կարևոր տարա, մեզանում դա չկա։ Հիմա դրա համար ես գտնում եմ, որ շատ դեպքերում չարաշահում է, այսինքն տեղի ունենում իշխանությունների կողմից եւ գիտեք այդ բանի հստակ մոտեցում չկա։ Սա գիտեք, այստեղ մի շատ կարևոր տարր կա, ամենակարևոր տարը։ Շատ երկրներում է լինում սենց ուրեմն ռեստրիկտիվ, հա, սահմանափակող միջոցներ, երբ որ խոսքը գնում է պետության ինքնիշխանության, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների պաշտպանության ուրեմն հարցին։
մասին, օրինակ Մոլդովայում էլ, հա, տեղի են ունենում իրադարձություններ, երբ որ, չգիտեմ, չեն գրանցում որոշ քաղաքական ուժերի, ովքեր ունեն ռուսական կողմնորոշում, սահմանափակումներ են մտցնում են քաղաքացիների նկատմամբ, ովքեր որ ենթադրաբար, չգիտեմ, դրամական միջոցներ են բաժանում, այսինքն պատրաստում են ընտրակաշարք բաժանել եւ այլն, կամ լրատվամիջոցներ են ամբողջ փակվում։ Հիմա շատ կարևոր է, որպեսզի այս գործընթացների տակ լինի իրավական հիմք։ Այսինքն Մոլդովայի պարագայում նրանք մշակեցին օրենսդրություն, վերանայեցին իրենց օրենսդրությունը, նույն լրատվամիջոցների մասին, նույն, չգիտեմ, որպեսզի հնարավորություն տան պետությանը իրավական մեխանիզմներ օգտագործելով այս ամենը անել։ Հիմքեր ստեղծեցին եւ սա ընդհանրենք Դա շատ կարևոր է, որ այդ հիմքերը ստեղծելուց իրանք իրականում հանդիսանալով նույն Եվրոպայի խորհրդի անդամ, ամեն ինչը ուրեմն սինխրոնիզացնում են Եվրոպայի խորհրդի, Վենետիկի հանձնաժողովի հետ, այսինքն ի վերջո հասել են հասկացության նաև միջազգային հանրության կամ եվրոպական հարույթի շրջանակներում, այդ մարդիկ չեն մեղադրում Մոլդովայի իշխանություններին նման գործողությունների մեջ, որովհետև հասկանում են դա արվում է հանուն պետության պահպանության։ Մեր պարագայում չի մշակվում այդ մեխանիզմները, այսինքն մեզ մոտ, գիտեք, ոնց ստացվի, այդ մոտեցումը շատ վտանգավոր է։ Ոնց ստացվի մոտեցումը բերելու է նրան, որ ընդհանրենք շատ դեպքերում իրականում այն մարդը, որ, չգիտեմ, սոցիալական ցանցում ինչ-որ մի հատ հայտարարություն արել խմած ժամանակ, նայել է նույն պատժին արժանանում, այն մարդը, որ ընդհանրենք գիշեր-ցերեկ պետությունա թալանել, նայել է այդ նույն պատժին արժանանում։ Այն մեկի որպես խափանման միջոց կարող է կալանք վերցնեն, այն մարդը, որ ամբողջ կյանքը ուրեմն հետևողականորեն վնաս է հասցրել պետությանը, ժամանակբանի կալանքը չվերցնեն որպես խափանման միջոց։ Այսինքն չկա ստանդարտացված մոտեցում։ Սա նշանակում է, սա խոսում է նրա մասին, որ մենք ասում ենք իրավունքի եւ օրենքի գերակայություն, այդ օրենքի եւ իրավունքի գերակայությունը չի աշխատում։ Այդ խնդիրը իհարկե կա։ Հիմա այստեղ միշտ բանը երկու իրար բախվող ուրեմն երևույթների մասին ենք խոսում։ Մի կողմից իհոք ես գտնում եմ, որ շատ կարևոր է պաշտպանել պետության ժողովրդավարական արժեքները եւ ինքնիշխանությունը, որովհետեւ շատ դեպքերում այդ հարձակումները իրականացվում են ռուսական գործակալների կամ ռուսական ազդեցության գործակալների միջոցով։ Նույն եկեղեցու հարցում ես միանշանակ մոտեցում չունեմ, որովհետեւ հասկանում եմ, որ այդ սպառնալիքը կա կամ ռուսական հետքը ես տեսնում եմ նույն օլիգարխների կողմից հայաստանյան կամ նախկին ուրեմն պաշտոնավորների կողմից այդ վտանգը այդ սպառնալիքը տեսնում եմ եւ տեսնում եմ էլի ռուսական հետքը, որովհետեւ նրանց հայտարարությունները շատ համահունչ են եւ սինխրոն են Ռուսաստանից եկող Եվ ոչ միայն, նաեւ Ադրբեջան երկրորդ նախագահը ասում է Հայաստանն է հրահրել։ Այստեղ կարելի է մտնել դավադրության տեսությունների մեջ, որ դա միգուցե նաեւ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև համաձայնությունն է դրա հետևանքով օրինակ եթե մի փոքր ավելի խորը գնանք, իսկ մտածել ենք, որ կարող է դրա միջոցով ընդհանրենք Ադրբեջանը հասնում այն էֆեկտի, որ Հայաստանը չի ուրեմն շարունակի հետևալ հայ-ադրբեջանական համաձայնագրի ուրեմն բաներին, սկզբունքներին եւ Ադրբեջանը կասի, որ տեսեք մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, Հայաստանը անընդհատ բոյկոտում է եւ չի ուզում ի վերջո գան խաղաղության եւ սա հիմք է ստեղծում ինձ համար իրավական, որպեսզի ես անեմ այն ինչ որ արել եմ, հա, կամ նույն ձևով, չգիտեմ, այդ նույն պահանջը սահմանադրության փոփոխության Էլի ես դրա մասին անդադ խոսում եմ։ Ինչ կլինի, եթե Հայաստանի քաղաքացին ժողովրդավարական ճանապարհով կազմակերպված ուրեմն ռեֆերենդումի ժամանակ գնում է եւ քվեարկում է դեմ նոր սահմանադրությանը։ Սա արդյոք հիմք է ստեղծում Ադրբեջանի համար, հա, որպեսզի իրանք բանը անցնեն գործողության։ Այսինքն այս իրավական տերմին կա, չէ՞, կազուս բելի։ Արդյոք դա է ստեղծում։ Հիմա սա մի հարթությունն է, բայց երկրորդ հարթությունը եւ այս տեսանկյունից պաշտպանել պետությունը այդ սպառնալիքներից շատ կարեւոր է, բայց նաեւ դու պետքա պաշտպանես պետությունը ժողովրդավարական արժեքներով եւ իրավական մոտեցումներով։ Սա ամենակարևոր սկզբունքն է։ Եթե դրանցից մեկը խախտվում է, խնդիր է պետության համար։ Հիմա ընդհանուր առմամբ
գործող իշխանությունները ոնց պատահի գործելավոճով ավելի շատ պետությանն են պաշտպանում, թե լուրջ մտահոգություններ ունեն իրենց վերընտրվելու հետ կապված նախընտրական այս երկուսն էլ քաղաքական հասկացա հարցը, ես կարծում եմ, որ 2 տարին էլ աշխատում է։ Իհարկե ցանկացած քաղաքական ուժ դնում է իր առջև խնդիր վերարտադրվելու։ Ցանկացած քաղաքական ուժ, աշխարհի ամենահումանիստական, ամենաժողովրդավար քաղաքական ուժը ի վերջո նպատակ ունի ընտրվելու կամ վերընտրվելու։ Եվ այս տարը պետքա չանտեսենք։ Եվ այս տարը իհարկե այդ այսպես կոչված քաղաքական պայքարում օգտագործվում է, պետք է հասկանանք, որ մոտիվացիայի մի մասը դրանում է։ Մյուս մասը պետության նաև ինքնիշխանության պաշտպանությունն է։ Եվ այստեղ տարբեր շերտեր կան, այսինքն մի խմբի համար, այսինքն տեսեք հասարակությունը միատար չի։ Ես օրինակ քաղաքացիական հասարակության որոշ շերտ կարող աջակցի որոշ գործողություններ, որովհետև հասկանում է, որ դրանով պաշտպանվում է ընդհանրենք պետության ինքնիշխանությունը։ Մյուս պարագայում դու քննադատես իշխանությունները, որովհետև այսպես կոչված ոնց պատահի ձևն են օգտագործում։ Այսինքն սա դինամիկ գործընթաց է եւ չկա ընդհանրենք, ասեմ, իդեալական կլիներ, երբ որ դա լիներ ստանդարտացված, եթե լիներ հստակ մշակված մոտեցում, որ այս պարագայում պետությունը անում է այս գործողությունը, այս պարագայում անում է այս գործողությունը, եւ այս սահմանափակումները բոլորը համապատասխանում են եվրոպական չափանիշներին, այսինքն ուրեմն չեն հակասում ժողովրդավարական արժեքներին, ուղղված են ի պաշտպանության այլ շերտերի, ընդհանրենք, հա, այդ սահմանափակումը արվում է, որպեսզի պաշտպանես այլոց իրավունքները եւ այլն եւ այլն, այսինքն անգամ բանում պետությունն ունի, չէ՞, մենաշնորհ սահմանափակելու իրավունքը եւ այդ մենաշնորհը տրվում է այն պայմաններում, երբ որ այդ սահմանափակումը արվում է ժողովրդավարական արժեքները պաշտպանելու համար, արվում է այլոց իրավունքները պաշտպանելու համար։ Եթե այս մեխանիզմը աշխատի, դա իդեալական կլինի, բայց դա չի աշխատում։ Ամփոփելով, պարոն Խաչատրյան, մեր հարցազրույցը այդ նախկին ներկա ղեկավարներ բանավեճի ֆոնին Փաշինյանը խոստացել է հրապարակել բանակցային փաստաթղթերը։ Ինչ ակնկալիքներ ունեք։ Կարող են դրանք շրջադարձային լինել եւ վերջնականապես, այսպես ասած, փակել նախկին նախագահների բերանները։ Չէ։ Ոչ մի բացահայտում, տենց անսպասելի բացահայտում չեմ սպասում, որովհետեւ ու կարծում եմ, որ գիտեք, թե Փաշինյանը, թե իշխանական տարբեր շրջանակներ անընդհատ էլ ներկայացրել են այն խնդիրները, որոնք կան։ Եթե խոսքը գնում է ընդհանրենք հարևանների հետ հարաբերությունների մասին, նույն իմ կողմից անընդհատ նշվող Ռուսաստանի հարաբերությունների կամ դրա հետ պայմանավորված խնդիրներով, կարծում եմ, օրինակ վերջերս, եթե նայում եք Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցը, ինքը բավականին թափանցիկն ու այն հնարավորության բանով շրջանակներում ասում էր ինչ խնդիրներ կա եւ այդ իրենց հանձնաժողովը իրենց այդ զեկույցում, հա, ինչեր ա ներառված եւ ինչ խնդիրներ են իրանք բացահայտել, չնայած բոլորս էլ հասկանում ենք, որ այնտեղ կա գաղտնի եւ ուժ գաղտնի տեղեկություններ, բայց ընդհանուր առմամբ դու պատկերացնում ես ինչ հարթության խնդիրների մասին է։ Կամ նույն վարչապետը անընդհատ խոսում է նրա մասին, թե այդ Ռուսաստանից ինչ ճնշումներ կան, ոնց է, մեկ այլ հարց է, որ մի կողմից անընդհատ խոսում են, թե ինչ սպառնալիքներ կան, ճնշումներ կա, մյուս կողմից անընդհատ էլի, չգիտեմ, հայտնվում ենք մայիսին Ռուսաստանի Կարմիր հրապարակի շքերթում, կամ չգիտեմ, Ռուսաստանի ցորեն են կառնում ու ուրախանում ենք, որ Ադրբեջանի սահմանով եկել, այսինքն այդ հակասականություն ամեն դեպքում կա, բայց չեմ կարծում, որ նենց տեղեկություններ ենք ստանալու, որ տենց մեզ համար շատ նոր լինի կամ դրա մասին երբեք մենք որպես հասարակություն չենք խոսել։ Եվ սա չեմ կարծում, որ նաև ազդեցություն ունելու կամ փակելու է ձեր ասած բերանները այդ այսպես կոչված ընդդիմության, ես անընդհատ ամեն անգամ այսպես կոչված եմ ասում ընդդիմությունը, որովհետև ճակերտներով եմ ասում, որովհետև ընդդիմություն չեմ ուզում վարկաբերկել ընդդիմություն եզրույթը այդ մարդկանց ուրեմն վարվելակերպով եւ գործելակերպով, բայց ամեն դեպքում, քանի որ նրանք ամեն դեպքում հստակ ծրագիր ունեն եւ կարծում եմ նրանք
սպասարկում են Ռուսաստանի Դաշնության շահերը Հայաստանում եւ իհարկե իրենց ուրեմն անձնական խնդիրներ ունեն պահպանելու իրենց թալանածը եւ այլն ես չեմ ուզում դրա մասին խոսել որովհետեւ անդադ խոսում եմ բայց ամեն դեպքում եթե հասկանում ենք որ սա ուղղորդված գործընթաց է Ռուսաստանի կողմից ուղղորդվող գործընթաց է անգամ այդ բացահայտումները չեն կանգնացնելու Ռուսաստանին որպեսզի ինքը այդ ճնշումը իրականացնի ու այդ ճնշումը անդադ գալու է եւ անդադ ուժեղանալու է սրա մասին մենք իշխանություններին զգուշացնում ենք անդադ ասում ենք եւ կարծում եմ ուրեմն արժանի գնահատական ամեն դեպքում չի ստանում մեր այդ առաջարկությունները որովհետեւ մեխանիզմներ ամենայն դեպս էֆեկտիվ մեխանիզմներ պաշտպանելու պետության ժողովրդավարությունը մենք չենք տեսնում։ Միգուցե կա ինչ-որ գործընթացներ, անտեսանելի շերտեր, որոնք մենք չենք տեսնում ինչ-ինչ պատճառներով, բայց ամենայն դեպս հիմա տեսանելի ցուցիչ չունենք, որ ասենք, որ կա հստակ ռազմավարություն, թե ինչպես ենք պաշտպանելու 26 թվականին ուրեմն ժողովրդավարությունը, որովհետև այդ հարձակումները ավելի ու ավելի ուժ գնանալու են։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Խաղաղության երկխոսություն հասարակական կազմակերպության ղեկավար իրավապաշտպան Էդգար Խաչատրյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։